23 տարի 85 թվականից մինչև 2009 թվականը։ Քանդելու պատճառը եղել է կարտոֆիլի համար, որ տանտակը մայրիկս կարտոֆիլն էր պահի ձմռան համար, բայց հետո եղել է հայրիկիս երազները, տեսիլքները։ Հայրիկս քանդել է 85 թվականին, եղել է 44 տարեկան, որ մայրիկս ցանկացել է կարտոֆիլի հորը հայրիկիցս եւ հետո վերջացրել է 2009 թվականին, որ մուտքը դուք իջաք, այ որ իջաք, այս մուտքը վերջացրել է 2009 թվականին, բայց երեխեք ջան, մենք դուրս ենք գալ 85 թվականից սկսած ճանապարհից, մենք վերջից գնում ենք սկիզբ, հետադարձ ճանապարհ մենք չունենք, հետ չենք գալու նույն ճանապարհներից, 44 տարեկանից սկսել է մինչև 67 տարեկան։ Պատճառը եղել է ասեցի կարտոֆիլի համար, բայց հետո եղել է հայրիկիս երազները, տեսիլքները, որ պետք է շարունակի։ Հայրիկս չի ցանկացել շարունակի, քնել է երազապես է, որ Լևոն պետք է շարունակես։ Հայրիկս ասում է, ես ինչ տեսնում եմ երազից, դա քանդակում եմ, ուղղությունը ինձ ցույց է տալի իմ երազի մեջ։ Ստեղ բարձր ձայներ լսել է օրը ցերեկով։ Աշխատանքի ժամանակ էր, անընդհատ այդ 23 տարիներ չի ցանկացել, որ շարունակի, բայց դադարը հայրիկիս մոտ չի ստացվել։ Այդ հայրիկս ոչ մի տեղ չի աշխատել, 44 տարեկանից միայն զբաղվել է այս աշխատանքով, մենք 4 քույր ենք, փոքր ենք եղել, բայց էլ չի տեսել, չի խղճացել մայրիկից, որ ասենք դժվար է, դուրս գամ, կնոջը բան անեմ, օգնեմ, աշխատեմ, չէ, դուրս չի եկել, միջև իր վերջի մահվան օրն աշխատել եմ։ Մահացել է 2009 թվականի փետրվարի 12-ին, 10-ին վերջացրեց, 12-ին մահացավ, աշխատանքը վերջացնելուց 2 օր հետո։ Բոլորը գտնվում են մեր տանտակը, 280 քառակուսի է, բոլորը քանդած է ձեռքով, ձեռքի գործիքներով, զուբիլ եւ մուրճ։ Դուք կտեսնեք, ունենք թանգարան, որտեղ որ դրված է, պահել ենք ամեն ինչ, պահպանել ենք, դուք կտեսնեք